Դևեր, սկսեցի, լսում եք ինձերը։ Լրջացանք, աշակերտի նման լսեցի։ Որն է մեր դասի վերնագիրը։ Արման։ Մեր դասի վերնագիրը ծառերի գանգատն է։ Որ լայն թեմայի մեջ է ընդգրկված այդ դասը։ Մեր Ինչպես ենք ապրում մենք մոլորակում։ ինչպես եք ապրում մենք մոլորակում։ Այո, էլի դասեր ենք ընթերցել այս թեմայի շուրջ։ Հիշեք վերնագրերը։ Արման։ Նրանք մեզ համար մենք Ճիշտ է, մյուսը Աշնան կիրակի օր։ Աշնան կիրակի օր։ Կարող եք ասել այս երեք դասերը, որը զրույցը դա բան ավելի շատ ուղղագրության է։ Լեզվական։ Ծառերի գանգատը ասել։ Կարող եք ասել, որ թեմա, որ դասն է, որ դուք շատ նմանացնում եք մեկը մյուսին։ Արման, ես նմանեցնում եմ, որ խոսքը որդուն նրանք մեզ համար մենք էլ ուրիշին։ Ահա, որ խոսքը որդու, բայց դա մեր նախորդ թեմայի մեջ է, չէ՞ ընդգրկված։ Հիմա այս դասերի մեջ նմանություն եմ ուզում տեսնել։ Իրանց հիմնական գաղափարը ո՞րն է։ Աշնան օրը ու արամիսը։ Չէ, դու նախորդ թեմաների հետ ես։ Ես այս թեմաների հետ եմ։ Այո, նմանեցնում ես իրար։ Բուն թեմայի ինչն է գլխավոր հերոսը, ինչն է համարվում։ Այո, ծառն է, որտեղ կարևորվում է գլխավոր գաղափարը, բնությունը եւ ծառերի ինչ-որ մի բանով օգնելը, չէ՞ որ գանգատվում են ու իրենց գանգատի մեջ ամենակարևոր բառը, որ անընդհատ կրկնում են ծառերը, ի՞նչն է, Մարի։ Այդ ի՞նչն է, որ ծառերը գանգատվելուց անընդհատ այդ բառը ասում են։ Մեզ չեն հիշում։ Ամեն ինչ մեզանից պատրաստում են, բայց մեզ չեն հիշում։ Նման են։ Ապրեց, այսինքն գլխավոր միտքը, այո, երկիր մոլորակի պահպանելու, կանաչապատելու, աղտոտված վիճակից մաքրելու և մեկը մյուսին փոխադարձ օգնելու մասին է, թեպետ ցավոք սրտի երբեմն լինում են դեպքեր, որ իրոք չենք ստանում այն ինչ ապրում կա։ Ես երեք դաս եմ իրար նմանացնում։ Նրանք մեզ համար մենք էլ ուրիշի ծառերի գանգատը ու մենք էլ սոճի։ Ես այդ Սոճին իձույնը դերցան։ Ես այդ հոր խոստով նրանք այս համար մենք Հիմա բացեցին դրսում։ Մենք այս դասին ինչ նոր բառեր ենք սովորել, Մարգարիտա։ Բառապարկից, հրիշը, ինչ նոր բառ։ կարող եմ ես Թոնիը մենք գիտենք։ Դեղցը ոչ գրությունն ես դու ասում, ես ասում եմ, որ բառեր չգիտեինք իմաստը։ Ինչ է նշանակում անգութ, խաչիկ։ Անգութ, անխիղ։ Այո, անխիղ։ Մի հատ բառակապակցություն ասա։ Անգութ ինչ։ Անգութ մարդ։ Կամ։ Անգութ և։ Դու ես խաչիկը։ Անգութ։ Քանի կարող է լինել անգութ։ Ոչ։ Այո։ Ես հավերական իմաստով ասեմ, անգութ քամին կոտորեց ողջ ճանապարհը։ Իսկ փոխաբանական իմաստով կլինի անխիղ կյանք։ Այո, անխիղճ կյանք, դա
Թշնամու, ավելի շատ թշնամու հետ է, չես ազում։ Լավ, անցնենք առաջ։ Բացեցինք։ Ayman, gitke en toprakı geçirmeyi. Очень чат, шнайбон. Բավական է, չէ, շարունակի ավարտի նախադասությունը, գիտի ավարտի։ Մեզ չեն կապանում այն անուտ երբով մեզ կոտորում են, մեզ Չչացնում։ Ես շարունակի։ Կամուր դեն շինում։ Կամուր են շինում, ետերով անցինում, նավեր են շինում, ծովի մեջ լողում, բայց մեզ չեն հիշում։ Մեզ չեն Պապանում այլ անգուտ կերպով մեզ կոտորում են, մեզ չացնում, ոչ չացնում։ Ես կարամ շարունակի, դա մյուս Դավիթը թող, ով չի կերել։ Ով չի կերել տան կամ կարմիր խնձոր նուռ ու սերկևի կերաս ու սալոր դեղց կարմրաթուս ծիրան ամուշիկ և այդ ամենը մարդիկ են ուտում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այդ անգուտ կերպով մեզ կոտորում են, մեզ չացնում։ Կարող եմ ես Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ կխնայեք, դուք մեզ պահպանեք, ձեր այգիներում նոր ծառեր։ Հիմա տեքստից գտնում եք այն հատվածը, որտեղ պատմում է, որ ինքը նավակ է պատրաստում։ Կամուրջ են շինում, ետերով անցնում, նավեր են շինում, ծովի մեջ լողում։ Այսինքն այս նկարում ինչ որ կա համապատասխանում է տեքստին։ Անցնենք առաջ, ասում են, որ այ երկրորդ նկարը նայեք, խնձոր տանց Մարիամ Ով չի կերել տանց կամ կարմիր խնձոր նուռ, սերկևի կերաս ու սալոր դեղց կարմրաթշիկ ծիրան ամուշիկ։ Եվ այդ ամենը Ամենը մարդիկ են ուտում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգուտ կերպով մեզ կոտորում են, մեզ չչացնում ու չչացնում։ Այո, իսկ եթե կրակ է ցույց տված, կրակի դեպքում գտեք այն հատվածը, որ Կարդարոզա Մեր տված փարից կրակ են ունում, տունը տաքացնում, սորի վարում, հատուկ հասնում։ ապրեմ աղջիկը։ Երեխեք, ուրիշ հարց եմ տալիս, գտնում եք այն հատվածը, որտեղ ծառերը խնդրում են։ Նայեք, Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեզ մարդիկ դառնաք, մեզ խնայեք, դուք մեզ պահպանեք, ձեր այգում նոր ծառեր կընկեք։ ճիշտ է, կարող եք մի հատ պատմողական նախադասություն ընտրեք կարդացեք։ Դայանա, Այսօր առավոտ է։ աղջիկ ասում եմ ընտրեք կարդացեք։ Լիլիա դու կարդա, մի հատ նախադասություն պատմողական։ Մեր տված հայցից կրակ են անում, տուն տաքացում, թոնիր վարում, հապոք հասնում։ Ճիշտ է, ուրիշ պատմողական։ Չէ, մի րոպե Մարի դու պատմողական նախադասություն գտի կարդալ։ Կամուրջ է։ Չի կերերներով անցնում, նավեր են շինում, Ծովի մեջ լողում, այո։ Հիմա գտնում եք
տվող նախադասություն։ Հրաման։ Դայանին է ասում։ Հրաման ցույց տվող նախադասություն։ Գայանը շատ պասիվ է։ Գտի։ Երեք ինչու միջոցով էին գտնելու հրամանը։ Նախադասության անդամների վրա լինի Միքայել կարդա։ Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեք, դուք մեզ պահպանեք, ձեր Դուք մեզ պահպանեք։ ձեր այգինում նոր ծառեր տնկեք։ Այ այս է, քանի հատ հրաման կար։ 4 հրաման կար։ 4 հրաման կար։ Երեխեք, լսեք ինչ եմ ասում։ Խնդրանքի դեպքում էլ երբեմն այո շեշտ է կրում այդ անդամը։ Հիմա խնդրում եմ ծառերին հարց կազմեք, հարցական նախադասություն եւ հարց տվեք։ Խնդրում եմ, սկսի։ Ծառեր, հարց տուղեր։ Ծառեր դուք բերք տվել եք, ճիշտ կազմի նախադասությունը։ Ուրիշ, մի հատ էլ հարց ուղեք ծառերին։ Դավիթ։ Ասացինք էդի, ուրիշ եմ ուզում, ուրիշ, լավ նախադասություն։ Դուք որտեղ եք ասում։ Ես կարող եմ ծառից կասում ուրիշ ծառ կգվել է։ Ծառեր դուք փայտ եք տալիս։ Հիմա 1, 2, 3, 4, 5, 6, 7 երեխա։ Ես ասում եմ առաջին փորձը 7-ի մուզած երեխան։ Երկրորդին մյուս երեխաներ են գալիս։ Վերա, Լիլիա, Արման, 1, 2, 3, 4 երեխա։ Հիմա ես տալիս եմ Բլումի երիցուկը, հիշում եք, չէ՞։ Յուրաքանչյուր թերթիկ ուներ իր հարցերը։ Ես հետևում գրել եմ, դուք պետք է կարդալ ու շարունակեք։ Դավիթ, սկսում ենք սպիտակ գույնից։ Սկսիր։ Կարևոր է։ Ահա, հիմա հարց կա։ Հարց ես տալիս։ Կարևոր է։ Կարևոր է, որ ծառ տնկենք։ Երեխաներ, կարևոր է, որ մենք ծառ տնկենք։ Այո, կարևոր։ Ինչու է կարևոր ձեռքով։ Մարգարիտա, ես կարծում եմ, որ կարևոր է ծառ տնկել, քանի որ նրանք մեզ խնձոր են տալիս, միրգ են տալիս։ էլ ինչ է։ Ամենաառաջինը, այո։ Փոխանցիր Վերային։ Վերա, կապույտը։ Ինչ կլինի, եթե Ահա, շարունակությունը դու ես ասում։ Երեխաներ, ինչ կլինի։ ծառ չտնկենք։ Ինչ կլինի, եթե ծառ չտնկենք։ Արման։ Մեզ թթվածին չեն տա, ճյուղեր չեն տա, որ մենք տականա։ Այսինքն մենք թթվածին չենք ունենա, այո, քան օդ չենք շնչի, ասա։ Օդ երբ ինչ։ Ահա, ասա։ Հարց ուղղիր։ Իսկ երբ մենք Ով եւ ինչ։ Ով եւ ինչով է սկսում։ Ով է ստեղծել։ Ով է ստեղծել ծառ տնկել։ Այս գրվածքը։ Արման։ Այս գրվածքը ստեղծել է Խասանով Սաղայանը։ Այո, ճիշտ է։ Շարունակիր Միքայել։ Ինչու պետք է խնայեն ծառերը։
Ինչու պետք է խնայենք ծառերին, Արմեն։ Մենք բերք բարիք ունենանք։ Եվ Շարունակություն եմ ուզում, չէ։ Չէ, ակտիվ երեխեք եմ ուզում։ Գրիգոր, էդի չես անում։ Ոտքի կանգնի։ Հարցը նորից կհնչեցնես, Միքայել։ Ինչու պետք է խնայենք ծառերը։ ով բերք ունենանք։ Միայն։ Մի րոպե, մենք նախադասությունը որով սկսում ենք։ Դե ասա, մենք պետք է խնայենք։ Որ բերք եւ ծածվածին ստանանք։ Էլ ինչ։ Փայտ ստանանք, որ տաքանանք։ Էլ ինչ։ Մարիամ, ինչ ստանանք էլ։ Ինչ եք ստանում։ Թուղթ, էլ ինչ։ Սեղան, էլ ինչ։ Դաշնամուր, կիթառ, բնության մեջ մեզ ինքը կարող է բնության մեջ այդ րոպեին կայծակը որ տա, հենց ինքը ծառը մեզ օգնի, պաշտպանի մեզ, որ մեզ կատյակը չհարվածի։ Անգամ դա կարող է լինել։ Հով չի լինում, որ գնում եք ծառի տակ կանգնում եք։ Եվ մաքուր եք շնչում։ Որ անձրև լինի գնա կամը չթոչ։ Այո, խաղողի թուբ։ Ինչ։ Այո, բացի ընկույզի ծառից, որովհետև ընկույզի ծառը մեզ ինչ է տալիս։ Ինքը ինչ է խմում։ Ինքը թթվածին է վերցնում, ապրես։ Ճիշտ է։ Եվ դրա փոխարեն արձակում է ածխաթթու գազ։ Այն ինչ որ մենք ենք շնչեցինք օդ, արտաշնչում ենք, մեր մարդու նման է։ Հասկացանք։ Ահա, բայց մեզ բան է չէ տալիս ինքը, պտուղներ տալիս է։ Իրա փայտից երեխեք գիտեք ինչ մանրահատակ են պատրաստում։ Գիտեք, այս սա պարկետը։ Մանրահատակ։ Հաջորդը Ռոզա կարդա։ Ճիշտ եմ հասկանում, Շարունակի։ Ճիշտ եմ հասկանում, որ մեզ ծառերը օգտակար են, բնությունը մաքրում են, էլ ինչ են անում։ Այո, էլի նույն բաները ասացիք։ Մի հատ հիմա ուրիշ նախադասություն կազմի։ Ճիշտ եմ հասկանում, որ ծառերը մեր օգնության կարիքն ունեն։ Ճիշտ ենք, չէ՞ հասկանում, որ ծառերը իրոք մեր օգնության կարիքն ունեն։ Մարիամ շարունակի։ Ահա։ Ինչպես կվարվեք ծառերի հետ դուք։ Կարոն է ասում։ Ես ծառերի կճնեի, նամեի, որպեսի նրանք մեզ բերք տան և Կանամ ասեմ։ Ասա Դավիթ։ Ես մեկ ուրիշ ծառ կտնկեի նրա կողքը։ Ահա, ուրիշ տարբերակ։ Ես բնությունը կմաքրեի և այլ ծառեր կտնկեի։ Իսկ կփխրեցնենք հողը։ Կջրենք։ Նույնիսկ երբ որ դուք տեսնում եք ծառերը, որոնք ճյուղերը շատ են կախված, պետք է իրեն բեռնաթափել։ Կտրում են իր ներքևի ճյուղերը, վերևի ճյուղերը, որ ինքը ստանա։ Ոնց որ մենք մազերը մեր երկարում ասում ենք գնանք կտրենք, չէ՞։ Նույնը ինքն է։ Պիտի իրեն խնամենք, որ ստանանք արդյունք։ Այո, կիր քսենք իր արմատներին, ճիշտ ես ասում։ Ես ու քույրս երկու ծառ ենք տնկել, բայց սերմերով ենք տանկել։ Լավ է կարել։ Շարունակի Արման։ Վերջինը։ Լավ է թե վար։ Ինչ։ Լավ է թե վար։ Հիմա շարունակի դու։ Լավ է այս ինչն անել, թե վատ է այն ինչն անել։ Լավ է ծառ տնկել, թե ծառ չտնկել։ Ահա։ Վալերին ասում։ Վալերի, լավ է ծառ տնկել, թե ոչ։ Դե ասա բացատրի, ինչու է լավ, ինչով է լավ ծառ տնկելը։ Դու տնկել ես ծառ։ Որտեղ ես տնկել։
Մեր բակում, դպրոցի բակում միասին չենք տնկել։ Տնկել ենք, այո, երկու ծառ ենք տնկել, մեկը ծիրանի է, մեկը դեղցի։ Բարդ ենք տնկել, այո, ճիշտ է, ինչքան ծառեր ենք մենք տնկել, ծաղիկներ։ Իրա կորիզով չի լինի։ Իրա կորիզը հատուկ ջերմաստիճանով եւ հատուկ պայմաններով աճեցնում են, դարձնում են փոքրիկ տնկի, հետո այդ տնկին նոր տեղափոխվում է իր հողի մեջ։ Հասկացաք։ Հասոխին պիտի արևի տակ աճացնենք, թե Դե բնական կարա եւ արհեստական ենք աճեցնում եւ նաեւ բնական դաշտերում, այո։ Շարունակենք, լավ։ Եթե դուք լինեիք ծառերի փոխարեն, հարցը սուղում եմ ձեզ։ Ինչ գանգատ կունենայիք։ Նստեք, դափակցրու նստեք Արման ջան, շնորհակալ եմ։ Արման, խոսիր։ Ես գանգատ կունենայի, որ Իմ գանգատը ես իմ գանգատը այն է, որ իմ ճյուղերը գտրում են։ Իմ ճյուղը։ Երեխաները իմ վերքի չեն ուտում։ ահա։ Ուրիշ։ Ես իմ գանգատը, որ ինձ գտրում են ոչինչ, որ ինձ գտրում են, բայց որ ինձ գտրում են ինչ-որ մի իրեն սարքում, ինձ չեն հիշում։ Ահա, Մարիաննա, դու ինչ կասես որպես ծառ։ Քո գանգատը որը կլինի, քո բողոքը։ Պատկերացրու դու ծառ ես, ինչ կբողոքես։ Որ ճյուղերը չգտրան։ Իմ ճյուղերը մի կտրատես, հասկացար։ Մարգարիտա։ Որ ճյուղերը չգտրացեն եւ բազմացնեն ծառերը, որ թթվածինը շատ։ Դավիթ, Որի շուրջերը իմ ծառի ողերը չգրան։ Գոր, դու որպես ծառ ինչ գանգատ կունենաս, Վալերի պահի դա։ Ոտքի կանգնիր։ Ինչ կգանգատվես։ Ինչից կբողոքես։ Ես կարող եմ ասել։ Ես կարող եմ Գոր ինչ կասեիր, ինչ կխնդրեիր փոքրիկներին, փոքրիկ երեխաներին։ Վստահ խոսիր, ասա։